Մենք այսօր կատարում ենք երթ դեպի ցեղասպանության հուշահամալիր, մերժելով ցեղասպանությունը մերժողներին, սա այս նախաձեռնությունը ազգային ուժերով, միասնական ուժերով կազմակերպված է, նախաձեռնությունը ճիշտ է համահայկական ճակատ շարժման եւ համահայկական ճակատ կուսակցությանն է, բայց որ տեսնում եք մենք բավականին ստեղ տարբեր ուժեր ունենք, որոնք միացել են այս ակցիային, եւս մեկ անգամ ասում եմ, մենք այս ակցիան անում ենք, մերժում ենք ցեղասպանությունը մերժողներին կամ կասկածի տակ դնողներին, իրանք իրավունք չունեն Հայաստանը ղեկավարելու։ Ցեղասպանությունը փորձում է շղթել այսօրվա իշխանությունները, այսօր նաև միջադեպ է տեղի ունեցել ազգային ժողովում, որ խնդրեմ ձեր գնահատականը կտաք։ Ես ազգային ժողովի համար կարամ մի բան ասեմ, մանավանդ իշխող քաղաքական ուժի համար, բերեք չմոռանանք, որ իրանք մեկ գիշերվա մեջ 120,000 հայի մերժեցին, 120,000 հայից հրաժարվեցին։ Իրանց մասին էլ խոսալը ավելորդ է ժողովուրդ, իրանք Ադրբեջանի կամակատարն են Հայաստանում։ Պարոն Վարդանյան, շղթելով ցեղասպանությունը հրաժարվելով այն ինչ տեղի ունեցել հայոց պատմության հետ, հայ ժողովուրդն ու Հայաստանն ինչ առավիլքների առաջ կարող է կանգնել։ Տեսեք, եթե վերցնում են շղթեն հայոց ցեղասպանությունը, սրանք մի բան են, հաշվարկ չեն արել ճիշտ։ Սփյուռքը գոյացել է հայոց ցեղասպանության զոհերի փախստականների շնորհիվ, ովքեր կարեցել են մազապուրց լինեն եւ աշխարհի տարբեր ծայրերում ծվարը ներկապային մեզ բերելու է մեզ բերելու է հասցնի այն աշյանին, որ մենք դառնալու ենք նոր պետություն, իրանց ասած այդ նոր Հայաստան, հա, նորաձև Հայաստան, մենք պետքա գնանք մեր պատմական հետքերով, մենք պետք է մեր պատմությունը չհրաժարվենք, մեր պատմությունը դա մեր երեսնա, մեր կերպարն է։ Պարոն Վարդանյան, հայ պատմաբաններ մինչև այս ամենին լրությամբ դիմավորում կամ չունեն։ Ասեմ ինչից է։ Մենք Հայաստանի Հանրապետությունում, եթե մենք գնահատենք իրական քաղաքական վիճակը, Հայաստանի Հանրապետությունը 94 թվականից զավթված է եղել կլանների կողմից։ 94 թվականից այս կողմ մինչև այսօր իշխանությունը զավթված է մի քանի կլանների կողմից եւ իրանք միշտ իրար փոխանցում են նույն բանով, որակական բնույթով, իրանց պլանով։ Այսուհետ համահայկական ճակատ շարժումը եւ համահայկական ճակատ կուսակցությունը միանշանակ ձեռնամուխ լինելու, որ հաջորդիվ չլինի նմանատիպ դեպքեր։ Մեր իշխանությունը պետք է լինի ազատ, եթե մենք հիշում ենք Նիկոլ Փաշինյանը 18 թվականին գոռում էր, որ իշխանությունը զավթված է, մենք պետք է իշխանությունը փրկենք, ժողովրդին փրկենք եւ ունենանք մեր երկիրը, որը որ ապարդյուն բառեր էր եւ չեղավ, ոչ մի բանը չեղավ, չկարեցան։ Այսինքն իրանք պլանավորած ուրիշ ծրագիր ներկայացրեցին ժողովրդին եւ եկան կատարեցին ուրիշ ծրագիր լրիվ։ Ոստի մենք հիմի մերժում ենք իրանց եւ իրանց հետ համատեղ այն մարդկանց, ովքեր որ կասկածի տակ են դնում հայոց ցեղասպանությունը։ Պարոն Վարդանյան, ունենք մատենադարան, որտեղ ձեռագերտ մատյաններով պահպանվում է հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքը։ Արդյոք այդ ձեռագրերը Փաշինյանի թեթև ձեռամբ չեն անհետանա, կամ ինչպես պահպանել։ Հաշվի առնելով, որ կրթվելը նորաձև է նախագծի շրջանակներում ամուսիններով Փաշինյանները փորձում են կրթել եւ նոր իրական Հայաստանի մասին, չգիտեմ ինչ նոր թեզեր են փորձում առաջ բերել օրակարգ։ Ես անցած հարցազրույցին եմ ասել, կրթվելը միշտ է եղել նորաձև, ոչ թե նիկոլական խմբակի ոհմակի համար, այլ հասարակ մականացուների համար, մարդկանց, հայերի, աշխարհի բոլոր մարդկանց համար կրթությունը եղել է նորաձև։ Տվյալ պարագայում իրանց կրթությունը նորաձև է մտնում է այն ֆորմատի մեջ, որը որ իրանք ստանում են Բաքվից, Ադրբեջանից, այդպես մեր պատմությունը խեղաթուրերով, ցեղասպանությունը մերժելով, Հայաստանի տարածքները ճանաչելով որպես Ադրբեջանի տարածք, դա դառնում է նորաձև։ Նմանատիպ այդ, որ ասում եք պատմաբաններ եւ այլն, այդ մարդիկ էլ այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանի եւ այդ ամբողջ ոհմակի կամակատարներն են։ Մենք այսօր չունենք
մարդ 1000-ից մեկն է, որ հստակ ինքը արտահայտում է իր կամքը եւ ասում է իրականությունը, իրեղենը։ Իսկ այն մնացածը վախենում են Նիկոլ Փաշինյանի դատաստանից, որովհետեւ եթե նրանք հելն են խոսան, Նիկոլ Փաշինյանը տենում է ով քաղաքական ինչ-որ ակցիա է անում, ով դեմ է խոսում եւ այլն, միանգամից քրեական գործ, կալանք, լավ ու նմանատիպ բաներ։ Դրոշով երթի խորհրդանիշը, որ խնդրեմ կմեկնաբանեք։ Դրոշով երթի խորհրդանիշը ասեմ 90-ական թվականներին այս երրագույնով ազատագրեցին մեր Արցախը, այս երրագույնով գնացին մեր տղերք համախմբված մարտի, այսօրվա դրությամբ էլի կրկնեմ համահայկական ճակատ շարժումը եւ համահայկական ճակատ կուսակցությունը նախաձեռնել է համախմբել երրագույնի կողքը ազգային ուժերով եւ մենք համատեղ մեր քայլերով հեռացնենք այս իշխանությանը։ 80 մետր որևէ նշանակություն ունի, թե Չէ։ այդպես է ստացվել։ Չէ, պրոստը 80 մետր դրոշ սենց է ստացվել, որ ինչ-որ խորհրդանիշ չի հետապնդում։ Նաև եթե նկատել եք, մեր եզդիական համայնքն էլ միացել իրանց դրոշով, իրանք էլ մեր հետ դարերով պայքարել են Հայաստանի Հանրապետության համար ու մինչև այսօր մեր կողքը կանգնած են մեր հետ, գնում ենք խորհուրդ կտամ մնացած ուժերին, սա ազդակ է եւս մեկ անգամ համախմբելու, այ տեսեք մեր պետական դրոշը, ուրիշ դրոշ չէ։ Համախմբել պետական դրոշի կողը, ովքեր որ իրականում ուզում են Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն անեն, սիստեմային իշխանափոխություն, ոչ թե անձային, ստե մեր նպատակը այսօր մենք պետություն ունենալն է եւ մեր Հայաստանի Հանրապետության ցանկացած անձ հայը ամբողջ աշխարհում պետք է իր արդարությունը, պատմական արդարությունը վերականգնվի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հայք Նյուզի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, զրուցում էինք համահայկական ճակատ կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանի հետ։